Համացանցում տեսա, որ մի ռուսկեն վատ էր խոսում հայ ժողովրդի մասին, Վարդավառին հավանաբար ջուր էին իր վրա լցրել եւ շատ բարկացած էր։ Եվ ինչ լուտանքներ ասես, որ չէին թափում այդ կանոջ հասցեին, եւ ես ի վերջո համաձայն եմ այդ կանոջ հետ։ Ինչ է այդ համազգային խելագարությունը իր վրա ջուր լցնելու։ Գիտեք ինչ, եթե ես Հայաստանում լինեի, դա կդառնար քրեական գործ։ Ես ունեմ սա սարսափելի գործիք է, իմացեք, pepper spray է կոչվում, ես չգիտեմ ինչ է սա, բայց սա գազ է, այս պղպեղի գազ է սա։ Ես օգտագործել եմ 2 անգամ, երբ մի մեքսիկացի տղամարդ իր հագուստը հանեց, երբ որ իր կողքով անցնում է, եւ ես այս դիրքից բացեցի իր վրա, եւ դուք չեք պատկերացնի ինչ կատարվեց։ Գետինները ճանկռում էր, կուրանում են ամբողջ օրը։ Ահա պոլիսը եկավ, որտեղ ժողովուրդը զանգեց պոլիս, այդ մարդը այնպես էր բղավում։ Եվ ես քայլում էի, իրենք հասկացան, թե ինչ է կատարվել, ոչինչ չասացին ինձ։ Այդ մարդը երկրորդ անգամ դա չի անի, հասկացաք։ Ես սրանով ջրով մոտեցող բոլոր մարդկանց աչքին կփչեի, կապ չունի, անգամ երեխաներին։ Լսեք, դուք երբ պիտի քաղաքակիրթ ազգ դառնաք, գնալով ավելի եք վայր են անում։ Կամ հարիվ խեղճ է հայը, դրան չի բացի արդարություն խոսի, անարդարին եւ չարին հանդիմանի, չարագործին, սոցիոպաթ ոնց եք ասում, դրանց խելք չի սովորեցնի, չի հալածի։ Ահա անցնում է մեքենայով, սիգնալ էինք ասում, չէ, հոնք անելով, սիգնալ տալով կանչում եմ մեկին շենքից, սելֆոնի դարում։ Կամ մեքենայի լուսամուտները լրիվ սև է, անառակ էլի, չիմանան ով է գնում, ով է նստում, ինչ է կատարվում այնտեղ, դրագ է տանում, պրոստիտուտներ եւ այլն, 100%-ով իմացեք դա։ Կամ մեքենան իբր թե բրենդ է, բայց իր ինջին մոտորը այնպես է անում, որ ահավոր դղրձյուն դուրս գա, ամբողջ ուրեմն փողոցի ալարմները մեքենաների անջատվում են եւ մի քաոս է ստեղծում, ինքը դրանով հիանում է, կարևոր է զգում իրեն դրանով։ Ասեմ ձեզ, սրանք միայն հայերն են անում։ Եվ այս սրանք ներողության ընդունակ չեն։ Չկա մի տղամարդ, որ չծխի, ծխում է որտեղ կուզենք, իր հաճիկը պիտի վայլին չուզում է սարը, զանգում ես պոլիս զանգիր, ես էլ իրա ձևն է, փոխանակ ասի կներեք, ես ներողություն եմ խնդրում և շնորհակալություն, որ զգուշացրեք ինձ, չկա այսպիսի բան։ Ամենասարսափելի գանգերը գալիս են այստեղ, ասում տղաներ ցածր խոսեք, ներողություն են խնդրում, թողնում հեռանում, լսի ձեզ ինչ է պատահել։ Եվ մի ասեք, թուրքը սա, թուրքեր եկան, այսինքն ռուսը տենց ասես, լավ արեց աչքները տել հանեց։ Թուրքը պետք է գա, եւ ես նման բան Թուրքիայում դու չես տեսնի։ Եվ երբ որ հաստատվի Հայաստանում, նա ձեզ կդաստիարակի։ Ես չեմ ասում բոլորը այդպես են իհարկե, եւ բայց ձեզ առանձնացրե։ Այն մարդիկ, որոնք սա չեն ընդունում, երբեք չեն խոսում, վախենում են։ Այսինքն կա երկու հայ, մեկը մեջտեղ կանգնած բուլիանում, սպառնալիքներով ու ինքնավստահ, մյուսը ծակը մտած վախեցած։ Այս երկու տիպն են։ Եվ իսկ ով եմ ես ամերիկացի եմ։ 20 ձեն բոլորին օգտագործելով ամեն ինչ, եւ այս զենքը եւ իրական զենքը եւ իշխանությունների օրենքները։ Ես թույլ չեմ տա, որ իմ կյանքի ճանապարհին լինեն ստահակներ։ Ինչ ուզում է լինի։ Եվ ես
Դրա համար խաղաղ եւ հանգիստ կյանք ունեմ, իմ խեղճը հանգիստ է, ես որպես քաղաքացի անում եմ իմ պարտականությունը, ես օրենքի դասեր վերցրի համալսարանում այստեղ, որպեսզի հասկանամ սա ինչ երկիր է, ինչպես պետք է այստեղ ապրել։ Եվ կարծում եմ, այս վախեցած հայերը հենց դրա համար են վախեցած, ոչ լեզու գիտեն, ոչ հասկանում են սա ինչ երկիր է, ոչ օրենք գիտեն, ոչ համարձակություն ունեն, ոչ մի բան չունեն։ Իսկ ով որ ունի, դա օգտագործում է իջարս, իր անձնական հաճույքների եւ բարիքների համար։ Տարբեր մակարդակներում, եթե պրիմիտիվ է, պրիմիտիվ մակարդակում, եթե մեծ բանի է հասել, մեծ գողություններով, մեծ մախինացիաներով փող է աշխատում։ Եվ հիշեք, խնդրում եմ, եւ ականջի տողարա, այն ընտանիքում, որտեղ կա փողի խոսակցություն, այդ ընտանիքում ապրում են դևեր, այնտեղ կյանք չկա։ Ինչքան ուզում ես փող ունեցիր, ի վերջո հոգիդ մնում է դատարկ եւ ոչ մի բանով այն չի լցվում։ Սա կաթոլիկ եկեղեցու դաստիարակություն է։ Տան մեջ փողի խոսակցություն պիտի չլինի։ Փողի հարցը իհարկե կա, բայց դու պահում ես մի գրքույկ եւ այնտեղ կատարում ես հաշվապահություն։ Ինչքան մտավ, ինչքան է պետք եւ այլն եւ այլն։ Բայց ոչ, ձեր ընտանիքներում դուստրա իր մորն է զրկում, մայրը իր որդուն է զրկում, եղբայրը եղբորն է, ակացում երեսին խլում ձեռքից եւ այլն, սրանք ընտանիքներ չեն։ Սրանք օծերի որջեր են։ Եվ եթե ընտանիքում տղամարդը իր կնոջը չի հարգում, չի մեծարում, նրա երեխաները աղջիկ են, դառնում են պոռնիկ, տղամարդը դառնում են խուլիգաններ, որովհետեւ մոր մեծարանքից է կախված երեխայի դաստիարակությունը։ Երեխայի ազնվական լինելը կախված է տղամարդու հարգանքից դեպի իր կինը, դեպի իր երեխաների մայրը, հարգանքից, ակնածանքից եւ մեծարանքից։ Եթե դա չկա, դա ընտանիք չէ, այլ խուլիգանների մաֆիա է։ Եվ ահա կլանները, ընտանիքները ես տեսնում եմ, որ այստեղ կլաններ են։ Արդյոք սա, թեկուզ ես խոսում եմ, ասում եմ, արդյոք սա ազդում է իրենց, ոչ չի ազդում, իսկ ինչ է պատահում։ Հետո գալիս է Աստծո հարվածները եւ այդ ժամանակ ես նորից մտնում եմ իրենց տները եւ նորից խոսում եմ եւ նրանք արդեն լսում են ինձ։ Բայց ինչու եք հասցնում դրան, որ ձեր ընտանիքներում տեղ եք տալիս դևերին, հալածում եք Աստծուն ձեր վարքով, խոսքով, գործով, եւ ապա վերջում, երբ որ արդեն անկած եք եւ հասկանում եք, որ ոչինչ իմաստ չունի, կանգնած եք ինչ որ արհավիրքի առաջ, որ չգիտեք հոգեբանորեն եւ մտքով ինչպես լուծեք։ Ես այդ պարագայում ձեզ պետք կգամ։ Ուրեմն պահեք այս իմ դասախոսությունները եւ երբեմն մի քիչ ազնվական եղեք, լսելու սա, հասկանալու եւ հիշելու։ Շնորհակալություն։